Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիր Weekend-ը, մենք ունենք հրաշալի հյուր, ում դուք ճանաչում եք Հարսնաձորի լեգենդից, եւ այնտեղ նա մարմնավորում է Լիլիթին։ Աննա Գրիգորյան, Աննա Մինյոնը, նկարչուհի, դերասանուհի, բլոգեր եւ իհարկե Հարսնաձորի լեգենդի դերակատարումով հայտնի։ Բարև։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ենք։ Լավ, մի քիչ ձայնս է կտրված, բայց հուսով եմ ձեզ նեղություն չեմ տա։ Բացարձակ։ Շատ եք գոռացել։ Լարված եմ։ Հասկացա։ Ինչի։ Նախահարսանեկան փուլում եմ։ Oh my god։ Ո՞վ է վարելու ձեր հարսանիքը։ Աշոտը, Ռիժի։ Լավ։ Իմ կուրսեցին է եղել Աշոտը։ Մենք երկպետական թատրոնում միասին ենք Աշոտը։ Իսկ ովքեր են երգելու ձեր հարսանիքին։ Չեմ կարող ասել, իմ բոլոր ընկերները, ովքեր երգիչներ են, հրավիրված են հյուր, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել, եթե հանկարծ ցանկություն ունենան։ Բայց ես կարծում եմ, որ ցանկություն կունենան, որ մի կես ժամ ամեն մեկը երգի։ Դե դա շատ է, չէ, ես չեմ էլի նեղություն չեմ տա ընկերներիս։ Եվ քանի որ հարսանիքի թեմայով սկսեցինք մեր առավոտը, հետաքրքիր է որն է ամենաբարդը հարսանիքի նախապատրաստությունների փուլում։ Ինձ մոտ պարը, Հարսի պարը։ Ստացվում է։ Եվ հարսի եւ զույգի հետ միասին պարը, որովհետեւ ես չեմ կարողանում երաժշտություն ընտրել։ Ես շատ ունեմ սիրելի երգեր, բայց չեմ կարողանում համապատասխան երաժշտություն ընտրել պարի համար, դրա պատճառով ամեն ինչ ձգվում է։ Իսկ այն մնացած հարցերը ասենց ավելի թեթև են վերաբերվում, հանգիստ, որովհետեւ գիտեմ, որ ամենակարևորը այդ օրը իմ պոզիտիվ լինելը եւ պոզիտիվը փոխանցել իմ հյուրերինն է։ Ահա, բայց մի քանի օր է մնացել ընդամենը հարսանիքին ու երբ եք պատրաստվում ընտրել արդեն կողմնորոշվել չէ։ Իսկ գուցե զուգընկերը ընտրի թե պատասխանատվությունը ձեզ վրա երկ ընտրել, որը չեմ բարձրաձայնի, այդքան էլ իմ սրտով չի։ Հաշվի առնելով, որ դա մեկ անգամ ընդամենը չես ապարելու, որ մի կերպ այդ մի անգամը լսես եւ վերջ, պետքա փորձերի ժամանակ մի քանի անգամ լսես, դա արդեն իմ ականջները չի ընդունում, դրա համար մի քիչ իրան նեղացրել եմ այդ հարցում։ Միգուցե հենց դա էլ պատճառն է, որ չեն կարողանում դեռ ընտրել երկ։ Իսկ հաճախ ասում են, որ հարսանեկան պատրաստությունների փուլում ամենաշատ վեճերն են լինում եւ ամենաբարդն է։ Ձեզ մոտ չկան։ Ամեն ինչ նենց ներդաշնակ, ասում եմ, սենց լավ է, հա, օքեյ է, այսպես է։ Դա հիմնականում իրենից էլ է գալիս, որովհետեւ իմ կարծիքը շատ է կարեւորում։ Ասում եմ, դու ոնց ուզես, հարսիկը դու ես, քո ցանկությամբ թող ամեն ինչ լինի, ու երկուսս էլ որ պոզիտիվի կողմնակիցն ենք, ավելի շատ այնպես ենք անում, որ ուրախ լինի, օրինակ Տարուսիկի ձևը այնպես ենք ընտրել, որ վերցնողը միանգամից ժպիտ ունենա, չեմ ասի։ Այդ չեմ ասի, թող գաղտնիք մնա, բայց հաստատ եթե օրինակ ձեզ էլ նվիրեմ, ինձ թվում առաջին ռեակցիան միանգամից կխնդակ էլի հաստատ։ Բա բերեիք մի հատ։ Դեռ չեմ ուզում սփոյլեր։ Միշտ հարսանեկան խնջույքների ավարտին այդ ծաղկեփունջը շպրտելու պահն է։ Այս վերջի հարսանիքների եւ երբ որ մասնակցել եք, բռնել եք ծաղկեփունջը։ Չէ։ Երբեք չեմ բռնել։ Եղել է մի անգամ, որ կողքից աղջիկը կոտորեց իրան, ասի դե վերցրու։ Որովհետև իրականում մենք վաղուց ենք ընկերություն անում ու ես վստահ եի, որ Արթուրի հետ եմ ամուսնանալու, այնպես չի, որ այդ ծաղիկ բռնելը իմ համար ինչ-որ կարևորություն էր ու վերջերս իմ ինստագրամյան հարթակում անգամ նման սնահավատ բաներից եմ խոսել։ Ինձ թվում է դա հա սիրուն ինչ-որ արարողություն է, բայց դա էլ էլի, որ ընդհանրապես կապ չունի։ Հա, երբեմն զուգադիպություններ լինում են։ Իհարկե շատ կուզեմ այն աղջիկը, որ իմ ծաղկեփունջը վերցնի, միանշանակ ամուսնանա եւ դա զուգադիպություն լինի, բայց ինձ թվում է դա այնց ինչ-որ դրոշակ չի, հա, էլի։ Իսկ դետալները հայկական են լինելու, այսինքն ավանդույթներ, որոնք հարսանեկան, հայկական, չէ։ Ինչու ոչ թե ես կողմնակից չեմ, այլ այնպես է ստացվել, որ ես չեմ ուզում շատ այդ օրը, այսպես ասած, որպես հարսիկ չարչարվեմ։ Ինձ համար դա հոգնեցուցիչ է, ես անգամ որպես ընկերուհի երևի հաշված անգամներ ա եղել, երբ որ հարսիկի տուն գնալ, հարսիկին տանել փեսայի տուն, այդ արարողություններին երբեմն չեմ գնում, որովհետև իմ համար դա շատ դժվար փուլ է։ Ես արդեն մինչև հասնում ենք ռեստորանի փուլին, արդեն շատ հոգնած եմ լինում եւ ինքս որպես մասնակից, եթե հոգնում եմ, parza որպես հարսիկ ավելի շատ կհոգնեմ, որովհետև ուշադրությունը իմ վրա է, ես անընդհատ պետքա ուշադիր լինեմ, որ սիրուն լինեմ, բոլորը նկարում են Շնորհակալություն, это мне не надо։ Իսկ հարսի շորը արդեն ընտրել եք, որովհետև ամենաբարդը երևի
այդ փուլն է։ Դե ոնց ասեցի, մյուս հարցերի պես դա իմ համար մի քիչ թեթև եմ նայում։ Ընտրել եմ մեկ հագուստ, ընդամենը 2 հագուստ եմ փորձել, այսպես ասեմ, այդ երկուսի մեջից ընտրել եմ այն սիրունը։ Ուրիշ տեղ չեմ գնա։ Հուսով եմ այդ օրը սիրուն կլինեմ, չեմ ուզում այսպես թռուցիկ ներկայացնել, ուղղակի որ մասնագիտությամբ նկարիչ եմ, միանգամից ֆոտոն տեսնելով դե հասկանում եմ, որ մի քիչ էլ հաստատ ֆոտոշոփ արած նկարներ են լինում մոդելների վրա, բայց այսպես ասած, որ հագուստը դիտում եմ, արդեն գիտեմ, որ դա ինձ համապատասխանա, թե ոչ, ընդամենը պետքա փորձեմ։ Էլ չեմ գնում 100 հատ շոր հագնում, վերցնում, հետո աչքս սովորի, չկողմնորոշվի։ Մի հատ երկու հատ, որը լավն է, դա էլ ընտրում ենք։ Իսկ ինչն է կարևորում նման միջոցառումների ժամանակ։ Տրամադրությունը եւ հարգանքը հյուրերի հակառակ հարգանքը երբեմն լինում են, որ մանավանդ մեր շոու բիզնեսում մարդիկ կան, որ կենցաղում հնարավոր է իրար հետ կոնֆլիկտ ունենան։ Ես չեմ սիրում, երբ որ անձնական կոնֆլիկտներ օրինակ բերում են սրահ ու հնարավոր է իրար հետ ինչ-որ հասկացակին ու դա ինձ խանգարի իմ տրամադրության վրա ազդի, հələ չփորձվեք մեկը տենց բան անեք։ Ես գիտեմ ով ում չի սիրում։ Իսկ եթե ինչ-որ մեկը գա սպիտակ շորով։ Եթե օրինակ սպիտակ շորը լինի, չգիտեմ, կլասիկ ինչ-որ կոստյումի նման կամ ասենք կարճ հագուստ, այսինքն ոչ հենց հարսիկի նման, ես իրականում այդպիսի հարցերի չեմ նայում, գույնը գույն է իմ համար, բայց եթե օրինակ այդ աղջիկը հատուկ հարսիկի ինա դու այսպես ասած հարսանեկան հենց տենց երևացող շորա հագնում, դա ինձ թվում է հարսիկը որ ձայնել չհանի, այն մյուսները հաստատ իրան մի լավ տեղ կդնեն, այսպես ասած։ Գնանք Հարսնաձորի լեգենդ, որովհետև հեռուստասերիալից ձեզ մեր հեռուստադիտողները գիտեն, ճանաչում են եւ հետաքրքիր է հենց սկզբից գանք, ինչպես ստացաք առաջարկը, ինչպես համաձայնեցիք լինել այս սերիալում։ Առաջարկը ես ինքս եմ գնացել, որ տեսնեմ, փորձեմ, հասկանամ, արժանի եմ այդ առաջարկին թե ոչ։ Ես իրականում դերասանական կրթություն չունեմ եւ այսպես ասած միշտ անգամ կոմպլեքսավորվում եմ դա ասելուց, բայց չեմ նեղվում, որովհետեւ 18-19 տարեկանից նկարահանումների եմ մասնակցել ու բավականին երկար ժամանակ ծախսել եմ նկարահանումների հրապարակներում, ինձ թվում է փորձ ունեմ, բայց գլուխ գովել չեմ սիրում։ Կար մի փուլ, որ մինչև Հարսնաձորի լեգենդը ուրիշ պրոյեկտներում եմ աշխատել, այդ ժամանակ եղել են նաև կոտրված փուլեր, որ անգամ ուզում էի ասել, որ վերջ, պետք չի շարունակել եւ այլն, բայց լրիվ պատահական ընկերուներիցս մեկը գնում էր Հարսնաձորի լեգենդի այսպես ասած կաստինգին, դե ես էլ քանի որ այնպես չի որ տենց գոռոզություն ունեմ կամ տենց ինչ-որ իմ համար ճիշտ է որ դերասանը եթե անգամ բարձր մակարդակի դերասան է պետքա գնա կաստինգի որ ռեժիսորը իմանա որ այդ մարդը ազատ է իրան ներգրավի հետագայում արդեն իրար հետ ընդհանուր քննարկումներ ունենան եւ աշխատեն միասին կամ չաշխատեն եւ լրիվ պատահական ընկերուհուս հետ գնում եմ կաստինգին ու այսօրվա պես հիշում եմ շատ լարված էի առաջին այսպես ասեմ երկու հոգի պետքա մտնեին ես մեկի հետ մտա այդ ժամանակ Ելենա Արշակյանը ներսում չէր ես հարցեր են տալիս լարված պատասխանում եմ արագ ու զգում եմ որ ոնց որ աուրան դուրս չի գալիս ներսի դուրս եմ գալիս ու սենց պատի տակ մտածում եմ ասում եմ վերջ հաստատ չստացվեց հաստատ չի լինելու ու այն աղջիկը որ ինձ տարել էր ասեց ես ուզում եմ հենց իր հետ մտնեմ որ երկխոսությունը կարդանք ճիշտ է ես արդեն մտել էի բայց ոնց որ ինձ բացառություն արեցին ասեցին մեկա պետքա ուղակի կարդալու օգնական լինել իրան արդեն նայել ենք իր հետ որ մտա այդ ժամանակ չգիտեմ այդ իմ լարված ընթացքում երբ է Ելենա Արշակյանը եկել մտել սենյակ չգիտեմ մտնում ու իրեն էլ եմ տեսնում իրականում ես միշտ իրեն արտակնապես շատ եմ հավանել Սենց դե արդեն տրամադրությունս վատ, նստել եմ ինքս իմ վնուշկեքի մեջ, կարելի է չէ, այդպես ասել։ Այս աղջիկը իր տեքստն է կարդում, ես սենց անկապ ենքանավոր սենց հա, բան, իմ տեքստերն եմ կարդում, ու դե որ տխուր եմ, տեմբրս էլ ավելի ցածր է, այդ բանին Ելենա Արշակյանը սենց այս աղջիկա տեմբրը ինչ լավն է, մի անգամից, ու սենց եմ որ օքեյ դուրս գալուց առաջ ընդամենը ասաց որ ֆիքսեք այս աղջկան ես ճիշտ այդ պահին ուղակի ֆիքսեկը լսեցի բայց դրանից էլ ինձ չի սենց ոգևորվեցի կարող է հիմա ասում եմ ֆիքսեք հետո չեմ համապատասխանում մի անգամից չեմ էլի սենց
որ գնացի արդեն մի քանի օր անցավ ու զանգստացա, ես ուղղակի օթերում էի, ասեցի վերջապես հնարավորություն կունենամ ինձ բացահայտելու ու շատ շնորհակալ եմ այդ թիմին, որ իրոք ինձ թույլ տվեցին, որ ես ինձ բացահայտեմ, տեսնեմ ես ինչ ունակություններ ունեմ։ Միգուցե մյուս պրոյեկտի մեջ ինձ տան, օրինակ դրամատիկ կերպար, ես չկարողանամ դա մարմնավորեմ, բայց խոսք եմ տալիս, եթե տենց բան լինի, ես ամեն ինչ կանեմ, որովհետև շատ աշխատասեր ու ինքս ին վրա, այսպես ասած, ոնց ասեմ, ջանք չեք խնայում։ Աշխատում եք։ Շատ եմ ինքս ինձ անուն դնում է, ասենց։ Շատ լավ, իսկ եթե անկար այդ բառն եմ իսկ եթե ամուսնանալուց հետո ամուսինասի ի՞նչն է կարող անուններ վերջ։ Չի ասի։ Խոսել եք այդ մասին։ Այդ մասին այնպես ենք խոսել, որ մինչև մենք ընկերություն անելը եղել ենք 1 տարի մոտ ընկերներ, անգամ չենք էլ պատկերացրել, որ մենք կարող է իրար սիրենք, հետագայում կապվածություն, ընկերություն, անգամ հասնենք հարսանիքի, ու այդ ընկերական փուլում ես իրեն միշտ ասել եմ, «Արդ, պատկերացնում ես, ես այսքան տարի նկարանվում եմ, այսքան ջանք եմ գործադրում ու ինչ որ մի X օր, ինչ որ մեկը գա ու ասի, ես քեզ պետքա տանեմ կահույքի մեջ պահեմ, զեն սիրուն խրուստալի վազի պես»։ Ասում եմ, «Ափսոս չի, ես ախր շատ ակտիվ եմ, ես սիրում եմ այդ ամեն ինչ, ինձ անգամ գումար չի հետաքրքրում, ես սիրում եմ միշտ կադրից են կողմ տեսնեմ ինչ ա կատարվում»։ Ու երբ որ արդեն ընկերություն էինք անում, մի անգամ ինքը ինձ ասեց, «Քո համար կարիերան ավելի կարևոր, թե ես»։ Ու ես իրեն ապացուցելու համար, որ ամեն պահի պատրաստ եմ, եթե ինքը դա իրոք ուզում է, ոչ թե դա կապրիզ է, պատրաստ եմ ամեն ինչից հետ կանգնել, ու մոտ 1 շաբաթով իմ ինստագրամյան հարթակը չնայած որ լավ ակտիվ է այդ շրջանում, ուղղակի փակեցի, որ իրեն ապացուցեմ, որ դու իմ համար իրոք կարևոր ես։ Ու այդ քայլը ինքը գնահատեց, ասեց, «Չէ, ես քո կողքին եմ, ամեն ինչով կաջակցեմ»։ Հենց այդ փուլից հետո էլ ինքը սկսեց իմ հետ նկարահանվել, որովհետև ամեն նկարահանումը իր այդ կոնկրետ տանջանքը, արդ չէ, սենց արա, արդ չեն սենց արա, ու դա մոտ մի ժամ տևում է։ Դրանից հետո արդեն ինքն էլ փորձեց ինձ աջակցել, տեսավ համել, եթե անկեղծ ասեմ, իմ դիտորդները, երբ որ հավանում են Արթուրի հետ վիդեոներ, ինքը դրանից ոգևորվում է, ինքն էլ արդեն ուզում նկարվի։ Ասում է, ես եմ մեր մեջի աստղը։ Շատ լավ, եւ նկարահանման հրապարակումը արդեն ինչպես ընթացավ գործընթացը, որովհետեւ ինչպես նշեցիք մասնագիտությամբ դերասան չեք, նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դեր, երբ որ կերպարի հետ ծանոթացաք, դժվար չէր սկզբում։ Սկզբում դժվար չէր, որովհետև Անահիտ Մխիթարյանը ասեց, որ ես ուզում եմ, որ դու ոնց կաս, այդպեսին լինես, այսինքն չխաղաս, խաղաս, ոնց որ գեր խաղել չստացվի, այսինքն լինես այնպեսին ոնց կաս, բայց ավելացնես կերպարին այնպեսի դետալներ, որը Աննային չի համապատասխանում։ Դե բնականաբար սցենարով Լիլիթին ես այդքան էլ բնավորությամբ չեմ համապատասխանում, կարող է պոզիտիվությամբ, չգիտեմ, այնտեղ դետալներ տարբեր ականջողեր էի կախում, անգամ միշտ մեկնաբանություններում ասում են Լիլիթ էս ինչ ականջողներ ա կախում։ Ինչ որ սենց փոքրիկ բաներ էի ավելացնում, համեմունքներ էի տալիս Լիլիթի կերպարին, որպեսզի Աննայից առանձնացնեի, բայց պոզիտիվության էներգետիկայի առումով ինձ ավելի հեշտ էր ու այսպես ասեմ առաջին նկարահանման օրը ես շատ լարված էի, որովհետև շատ տեսարաններ կար ու ես երկու բան միաժամանակ չեմ կարողանում անեմ, խնդիր ունեմ այդպիսի, ես ահավոր լարված էի ու այդ լարվածության պատճառով ես ահավոր պունկտուալ էի ուզում էի նենց անեի, որ բոլորին գոհացնեի, էլի, համ ձայնային ինչ են հնչյունային ռեժիսոր չէ հնչյունային ռեժիսորին, համ օպերատորին, համ իհարկե ռեժիսորին առաջի անգամ ենք իր հետ աշխատում, պետք է այնպես անեմ, որ աուրան լավ լինի նկարահանման հրապարակում ու առաջի 2 տեսարանից հետո Գոհար Արշակյանը լավ էր, սպասվածից էլ լավ էր, դե հնարավոր է, որ նոր եմ ինքն էլ ոգևորելու համար է դա ասում, բայց միանշանակ այդ ոգևորվածությունս հետո մյուս կադրերի մեջ էլ երևաց, այսինքն եթե ես իմ ամենավերջի պիկը ցույց եմ տալիս ու ինձ գովում են, ես դրանից ոգևորվում, ավելի լավ եմ ուզում անեմ։ Մեկ-մեկ լինում էր, որ անգամ ուրիշին էին նկատողություն անում, ես չէի հասկանում, որ իմ հետ չի, դրանից լարվում էի, ավելի շատ էի ուզում լավ անել, իմ վրա է ամեն ինչը վերցնում։ Մի խոսքով ընդհանուր նկարահանման հրապարակ գնալիս անգամ կապ չունի ինչքան հոգնած եմ, այդ ընթացքը ես վայելել եմ, սիրել եմ ու փոքրուց սիրել եմ, այսօր ինձ ուրախ եմ, որ այդ ամեն ինչը իրոք իմ հետ կատարվում է։ Չգիտեմ, ստվում այն պատմելուց էլ այդ ամեն ինչը զգացվում։ Շատ լավ, իսկ ինչպես ես պատկերացնում օրինակ քեզ մոտավորապես մի 10 տարի հետո։
Իմ նպատակները իրականում այլ են, ես մասնագիտությամբ նկարչուհի եմ, միշտ բոլորին ասում եմ, որ ես կտավներ եմ նկարում, բայց չեմ ուզում հրապարակեմ ինստագրամյան հարթակներում, որովհետև այն նկարները, որ ես նկարել եմ, պետքա գնա արտերկիր ու այդ ցուցասրահներում պետք է առաջին անգամ ցուցադրվի։ Այդ իսկ պատճառով ես նկարներ կան, որը մոտ 3 տարի առաջ ցուցադրել եմ ցուցասրահում, այդ նկարներից կա առանձին էջ, որտեղ մի քանիսը հրապարակել եմ, բայց դրանից հետո ինչը որ հիմա ես նկարում եմ, իրավունք էլ չունեմ հրապարակելու, չեմ ուզում դառնա գլուխ եմ գովում, բայց եթե այդ ամեն ինչ որ գծել եմ գնա, միանշանակ շատ եմ սիրում այս ոլորտը, կմնամ այս ոլորտում ինձ թվում է, բայց հիմնական նպատակս դա է, որ ես լինեմ հայտնի նկարչուհի ու ունենամ իմ ցուցասրահները, ունենամ իմ ցուցահանդեսը ու ամռանը ուզում եի բացել իմ նկարչական դպրոցը, հուսով եմ հարսանիքից հետո ամեն ինչ իմ ուզածով կլինի ու կստացվի դա իրականացնել։ Թվում է դասական հարց է, բայց ինձ հետաքրքիր է ոնց է կես ամեն ինչը համատեղում ու հասցնում, որովհետև բլոգինգը միայն ինքը իրենով արդեն 24/7 աշխատանք է։ Սերիալում նկարվելը առանձին էլի 24/7 աշխատանք է։ Նկարչություն պլյուս ամուսնանալ, հարսանիքի նախապատրաստություններ, այս ինչ կյանք է։ Անկեղծ ինքս էլ չգիտեմ, դրա համար էլ բարի փորձերի չեմ կարողանում գնալ։ Հարսանիքին իմպրովիզ եք բարելու։ Ինձ թվում է վերջում հա մնալու ենք այդպես ու Արթուրի ընտրած երգն էլ վերջում լինելու է, որ այդ մի անգամ լսա։ Իրականում չեմ կարող ասել ոնց եմ տեղավորվում, բայց փորձում եմ ամեն ժամս պրոդուկտիվ ծախսել։ Անգամ ընկերուհիներս նեղանում են, որ իրենց հետ ուղակի կրուասանով կոֆե չեմ անում, որովհետև ժամանակ չեմ կարողանում տրամադրել իրենց, բայց շատ եմ սիրում իրենց, որ կապ չունի ժամանակ տրամադրում եմ թե չէ, իրենք մնում են իմ կողքին ու ամեն պահի երբ դիմեմ հասնում են։ Նկարելը ես ժամանակ եմ տեսնում, երբ որ օրինակ X շաբաթ ես գիտեմ, որ այդ շաբաթը ազատ եմ, ամբողջ շաբաթը կարող եմ կորեմ, ավիարեժիմ դնեմ հեռախոսս ու ես զբաղվեմ նկարելով։ Եթե գիտեմ այս շրջանի մոտ նկարահանումներ են, կոնկրետ սերիալին, արանքները եթե օրեր կան, որ ես գիտեմ ազատ եմ, այդ շրջանում անում եմ բլոգինգը, կարող եմ մի օրվա մեջ մի քանի հատ նկարեմ վիդեոներ տարբեր հագուստներով, որ ուղղակի մնա փոստելը։ Ու մոնտաժները հիմնականում գիշերվա 1000-ին եմ անում, ամեն մի մոնտաժը մոտ մի ժամ տևում է, տենց փորձում եմ էլի, չգիտեմ, բայց որպես բլոգեր ինձանից գոհ չեմ, որովհետև այն պատկերացումները ու այն մտքերը, որը ես կարող եմ խորհուրդ տամ ձեզ, ես դա իմ վրա չեմ օգտագործում, ես կարողանում եմ լավ տեսնել, գնահատել լավ, օրինակ իմ բլոգեր ընկերներին, որ տեսնում եմ, գնահատում եմ իրոք իրենց աշխատանքը, բայց ես նույնը չեմ կարողանում անել, որովհետև ժամանակի մեջ չեմ տեղավորվում, երբեմն անգամ այդ հարցում իմ ինքնագնահատականը ինքս գցում եմ ու չեմ նեղվում, որովհետև գիտեմ, որ ես որպես բլոգեր այն ջանքը չեմ գործադրում, ինչը որ օրինակ իմ մյուս ընկերներն են անում։ Կերպարվեստում որ ոճն եք նախընտրում, որ ոճի մեջ եք ստեղծագործում։ Իմ մոտ ճիշտն ասած գեղանկարչություն չի, ես ինտերիեր պրոդուկտ դիզայն եմ ավարտել, այնտեղ մենք աբստրակտ ենք հիմնականում նկարել, բայց իմ աբստրակտը այն слишком շատ աբստրակտեր չի էլի, որ դինայս ասես, այս ինչ է։ Հասկանալի աբստրակտ է ու միշտ հիմնականում նկարում եմ այն ինչ որ մեր շրջակա միջավայրում տեղի է ունենում, օրինակ անձնական կյանքեր, աղջիկներ կան օրինակ կարող է իրանց ընտանեկան ինչ որ խնդրից գան ինչ որ բան պատմեն, ես միշտ ոնց որ վերապրեմ դա, որ լսում եմ, ինձ թվում է որ ես իր տեղը լինեի, ոնց է դրա տակից դուրս գալու ու հետո դա որ իմ մոտ նստված կա թողնում, ես նկարելու միջոցով դա իմ ներսից հանում եմ։ Արվեստում արտահայտվում։ Հա, էլի, եղել են դեպքեր, որ աղջիկ ա եղել, օրինակ մի կտավը սենց փորձեմ պատմել, աղջիկա ամբողջությամբ շալարերով պատված է, ինքը լույսի տեսք ունի, բայց այդ լույսի պահը ոնց որ շալարերով ծածկված է ու իր ներքևի հատվածում քառակուսի գլուխներով մարդկանց սենց ոնց որ շարք է գնում։ Այդ աղջիկա պատմությունը այսպես ա եղել ժամանակներ առաջ, աղջիկա հայրիկն ու մայրիկը ոնց որ մյուս տղայի հայրիկի մայրիկի ոնց որ պլանավորած ձևով ամուսնանում են, աղջիկը երջանիկ չի լինում, կապված է լինում, իր սեփական կարծիքը չի արտահայտում, դրա պատճառով հետագայում մոտ մի 3 ամիս հետո բաժանություն է լինում, հետո բուլինգի է ենթարկվում ամբողջ իրենց գյուղի մեջ, որ վերջ ինքը բաժանված է, պիտակավորված է եւ այլն, մոտ մի քանի տարի ինքը տենց ստրեսների մեջ ապրում է, իրան չի գտնում ու այդ աղջիկը, որ իր կյանքը պատմեց ինձ, ես ասացի, եթե ես լինեի, դա շատ ծանր կտանեի ու այդ կտավը մտքիս եկավ, որ ներքևում քառակուսի մտածելակերպ գլուխներով մարդիկ են քայլում, ովքեր քարկոծում են ու ինքն էլ ինչքան էլ լուսավոր աղջիկ լինի, կապ չունի, չէ՞ որ
Մատխաշ երեխա էր էլի։ Փշալարերով կապված է, որովհետև իր սեփական կարծիքը չի կարում բացի, ասի, արտահայտվի, միշտ տենց պիտակավորված խեղճը մնալու է։ Հուսով եմ այդ աղջիկը դզվել է։ Վաղուց չեմ շփվել հետ։ Կյանքը դասավորվել է։ Ունեք նախընտրելի նկարիչ, ում շատ եք սիրում կամ նկարչուհի։ Չեմ կարող կոնկրետ ինչ-որ մեկին ասել, որովհետև ես ամեն մի նկարիչի մեջ ինչ-որ մի բան եմ սիրում, օրինակ Դալիի մեջ սիրում եմ, որ օրինակ հալված ինչ-որ բաներ ա պատկերացրել ու շատ ճիշտ լույսեր ա տեսնում, հիմնականում նայում ես պայծառ նկարը, բայց նույն խիստ հակառակ ձևով սիրում եմ Այվազովսկու ծովերը, որովհետև ծովի գույնը իմ ամենասիրելի գույնն է, այս գույնը, ես հենց դա տեսնում եմ, իմ հետ չգիտեմ ինչեր ա կատարվում, ես հենց մտովի գնում եմ բաունցի գովազդի մեջ Սենց ինչ-որ բաներ այդպես կատարվում, դրա համար կոնկրետ ինչ-որ նկարիչ չեմ կարող նշել, որովհետև ամեն մեկից ինչ-որ մի դետալ եմ էլի սիրում, սենց ասեմ։ Եվ վերադառնալով սերիալին Լիլիթի կերպարը սիրել եք։ Հա, շատ եմ սիրել, բայց ես կյանքում գիտեմ, որ ես այդպիսի ընկերուհի չեմ, ոնց ինքը Սոնայի համար էր։ Տեսեք, ես ներկայացրեցի, որ ես անգամ ժամանակ չեմ կարողանում տրամադրել իմ ընկերուհիներին ուղղակի ռելաքս սուրճ ըմպելու համար, իսկ Լիլիթը շատ հասնող ընկերուհի էր, էլի ամեն ինչ իր անձնական կյանքը դրել էր մի կողմ, ամեն բան փորձում էր անել իր Սոնայի համար։ Ես գիտեմ, որ կյանքում ես այդպիսի ընկերուհի չեմ, ընկերուհիներ կներեք, я знаю, что я такая։ Գնանք ամենից ամենախաղանք Հարսնաձորի լեգենդի կերպարների հետ, այսինքն դերասաններին առանձնացնենք, որովհետև կերպարների համար հեռուստադիտողները իրենց համար ունեն նախընտրելի բարի, չար, սիրելի, չսիրելի։ Դերասաններից ով էր ամենաբարին։ Իրական կյանքում թե կերպարում։ Կյանքում Անրին։ Ով էր ամենաբողոքողը։ Ամենաբողոքողը։ Ես երևի։ Չեմ տեսել ոչ մեկին բողոքելուց է, ախր։ Ամենաուշացողը։ Ես հաշվի առնելով, որ Անրիի հետ եմ շատ նկարահանվել, նույնիկը միշտ իր վրա ջղայնանում, ուրեմն Անրին։ Ամենապարտաճանաչը։ Այդ հարցում ես ինքս ինձ կգովեմ։ Սենց ասեմ, իմ տեսարանները հիմնականում եղել են Անրիի հետ, մենք նկարահանման հրապարակում հիմնականում իրար հետ ենք։ Ուշացողը Հարութ Արշակյան։ Հիշեցի, իրան էլ հիշեցի, կներես Հարութ։ Բայց քանի որ իր հետ եմ եղել, իր հետ ենք աշխատել, այդ բաները իր հետ եմ տեսել։ Ամենաշատը ով էր դուբլանում։ Մանթաշը։ Ով էր ներվայնացնում նկարահանման հրապարակում։ Հարութ Արշակյան, որովհետև ուշանում էր։ Ով էր միշտ սոված նկարահանման հրապարակում։ Պետք է հիշեմ։ Բոլորը կուշտ էին գալիս աշխատանքի, հասցնում էին սնվել։ Հա, իրականում ինձ թվում է նկարահանող խումբը, որովհետև շուտ-շուտ գնում էին սուրճ էին ըմպում ինչ-որ քաղցրավենիքով, տենց իրենց խափում էին, էլի, այսպես։ Ով էր միշտ շտապում, ասում են արագացեք, ես վռազ եմ, պետք է։ Հարութ Արշակյան, որովհետև պետք է գնար երգելու։ Ով էր ամենաընկերասերը։ Պաշը, Պավելը ու Գարիկը։ Ինքը չնայած նրան, որ շատ բացական կերպար է խաղում, իրական կյանքում շատ ժպտերես ու բարի տղա է, անկեղծ շատ ընկերասեր, լավ տղա է։ Ամենաոճայինը։ Թամիկը։ Ամենագեղեցիկը։ Ռոմելան։ Իսկ տղաներից ինձ թվում է ասեք, տղաներից ասեմ, թե չասեմ։ Ասեք։ Քեզ տղա չունենք։ Եվ սերիալում ամենասիրելի կերպարը ձեզ համար։ Իմը Լալայի կերպարը, Նոնան, ինքը իմ համար համ շատ սիրուն աղջիկ է, համ շատ լավ դերասանուհի է, շատ լավ էր իր կերպարը մարմնավորում, բառ հիշեցի։ Շատ լավ, եւ քանի որ դուք պատրաստում եք հարսանիքին, հա, որովհետեւ այս ընթացքում շատ լարված օրեր են, ես ուզում եմ, որ փոքր որոշակի պահեր ֆիքսեք ձեր կյանքում մինչև հարսանիքը, որովհետև արդեն կյանքը բաժանվելու է երկու մասի՝ մինչև ամուսնություն եւ ամուսնությունից հետո նոր ընտանիք ստեղծելը։ Այդ պահերը ֆիքսեք զանգուի հետ, որը ներկայացնում է Վեդի ալկոն, այդ կարմիր գինին ձեզ համար է, այո, ձեզ համար է դա։ Վայելեք այդ գինին եւ իհարկե հանգիստ զբաղվեք այդ նախապատրաստական աշխատանքներով։ Եվ բնականաբար նաեւ այդ լարվածությունը թոթափելու համար ձեզ պետք է նաեւ մի փոքր լիցքաթափվել։ Zen Spa կենտրոնը ձեզ նվիրում է նվերքարտ, որը այնտեղ արդեն ձեզ կառաջարկվի մի շատ հետաքրքիր ծառայություն, որը ամբողջությամբ կթեթևացնի ձեր լարված տրամադրությունը։ Եվ լարված նյարդերը։ Այո, շնորհակալություն, ինձ թվում է սա մինչև հարսանիքը ես պետք է օգտագործեմ։ Սա ամպեմ գնամ սպա։
Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ ձեզ մերսի շատ դրական էմոցիաների համար։ Եվ օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն հիմա Կարճ դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։